Բարի երեկո, եւ այսպես, վերջին օրերի թուրքական ամբողջ հիստերիան, շանտաժներն ու անգամ սպառնալիքները որևէ արդյունք չտվեցին։ Ֆրանսիայի ազգային ժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Ու հիմա Թուրքիայում ամենաիսկական ոռնոց է։ Այնտեղ պատասխան քայլեր են մտմտում, դրանցից մեկն արդեն արել են։ Փարիզից հետ են կանչել իրենց դեսպանին։ Ավելի լավ, հիմա Ֆրանսիայում փաստացի մի թուրքով պակաս կլինի։ Երբ մենք նախաձեռնում էինք հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, ընդդիմախոսները, որպես իրենց դիրքորոշման փաստարկ, նշում էին, թե այդ գործընթացը կխոչընդոտի ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Նախագահ Սարգսյանը համոզված էր, որ դա տեղի չի ունենա, քանի որ աշխարհի պետությունները ցեղասպանությունը ճանաչում են հիմնականում 3 գործոններից ելնելով. առաջին, հայկական լոբբի աշխատանքի շնորհիվ, երկրորդ, աշխարհաքաղաքական խնդիրներով պայմանավորված եւ երրորդ, մարդասիրական արժեքներին տուրք տալով։ Կյանքը ցույց տվեց, որ ամեն ինչ հենց այդպես էլ կա, չնայած հանգամանքին, որ թուրքերը նույնպես փորձում էին հաշտեցումը ծառայեցնել ցեղասպանության ճանաչումը առնվազն հետաձգելու համար։ Նախորդ տարի Շվեդիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, հիմա էլ արդեն Ֆրանսիայի խորհրդարանում ցեղասպանության շղթումը քրեականացնող օրինագծի ընդունումը, այն էլ ձայների ուղղակի ջախջախիչ մեծամասնությամբ ապացուցում են, որ երկու այդ գործընթացները մեծ հաշվով ուղղակի կապ իրար չեն ունեցել։ Ընդ որում, առավել քան ակնհայտ է, որ այս process-ը հետզհետե ավելի մեծ թափ է հավաքելու, ինչին իմիջայլոց, որքան էլ տարօրինակ թվա, նպաստում է հենց Թուրքիան։ Սպառնալ Ֆրանսիային, աշխարհի ուժային կենտրոններից մեկին, Եվրամիության առանցքային երկրներից մեկին, աշխարհաքաղաքական հիմնական խաղացողներից մեկին կատակ բան չէ, եւ այսօր օրինագծի քննարկումների ընթացքում ֆրանսիացի падգամավորներից մեկը բացահայտ կերպով հայտարարեց, որ թույլ չեն տա իրենց հետ այդ լեզվով խոսել։ Ակնհայտ է, որ թուրքական իշխանություններն այնպես են խճճվել իրենց իսկ մոգոնած արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ, որ չեն կարողանում սթափ կերպով գնահատել իրականությունն ու adekvat քայլեր անել։ Ինչին լավագույն վկայությունը Դավութ Օղլուի հայտարարած զրո խնդիր հարևանների հետ կոնցեպտն էր, որի արդյունքում Թուրքիան այսօր ունի զրո հարևան։ Եվ նույնիսկ ավանդական դաշնակից Իսրայելն է երես թեքել այդ երկրից եւ նույն ցեղասպանության հարցում սկսել է սատարել հայկական լոբիստական խմբերին։ Չմոռանանք, որ Միացյալ Նահանգներում նույնպես նախատեսվում է հայկական օրինագծի քննարկումը, եւ հիշեցնեմ, որ նախկինում հայկական օրինագծերի տապալմանը մշտապես նպաստում են հենց հրեական լոբիստները։ Հիմա թուրքերի ապաշնոր արտաքին քաղաքականության արդյունքում նրանք սեփական նախաձեռնությամբ զրկվեցին այդ հզոր հաղթաթղթից եւս։ Եվ փոխարեն առողջ տրամաբանություն աշխատեցնելու, հասկանալու, որ ցեղասպանության ճանաչումը առաջին հերթին հենց իրենց է ձեռնտու, քանի որ հայկական հարցը մշտապես կախված է լինելու նրանց գլխին մահակի պես, եւ ցանկացած պահի այս կամ այն գերտերությունը կարող է կիրառել այդ մահակը, թուրքերը անցնում են շանտաժի ու սպառնալիքի գործելավոճին, ինչն արդեն նյարդայնացնում է քաղաքակիրթ աշխարհին, որ առաջին անգամը չէ, որ պնդում է, որ չի կարելի 21-րդ դարում առաջնորդվել այդպիսի մեթոդներով, դրանք այլևս չեն գործում, դրանցով որևէ մեկին այլևս չես վախեցնի, հետեւաբար դրանք որևէ արդյունք բացի վնասից չեն տալու եւ վերջ։ Այ մարդ ասինք չէ էլի, նյետ։ Ընդ որում, թուրքերի այս պահվածքը ուղղակի ապշեցնող է նաև այն պատճառով, որ հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը անդառնալիորեն սկսել է իր ընթացքը նաև բուն Թուրքիայում, որտեղ տարեցտարի շեշտակի կերպով ավելանում է մարդկանց, մտավորականների, քաղաքական գործիչների ու ընդհանրապես սովորական մարդկանց քանակը, որոնք ընդունում են իրենց պապերի գործած հանցանքն ու ներողություն խնդրում հայերից։ Եվ չնայած այս ամենին հիմա Թուրքիայում պատասխան քայլեր են մտմտում, ինչպես անել, որ Ֆրանսիան հետ կանգնի իր այդ որոշումից, եւ փորձում են անել դա ուժի դիրքերից, տեղը չեն բերում, թե ում հետ գործ ունեն։ Ընդ որում, մեծերի այս թեմաներին, չգիտես ինչու խառնվում են նաև ամեն տեսակ մանր-մունր կազյավկաներ, Ադրբեջանի պես։ Այդ երկրի արտգործնախարարությունը Ֆրանսիայի խորհրդարանում օրինագծի ընդունումից տառացիորեն րոպեներ անց հայտարարություն տարածեց, որում դատապարտում էր տեղի ունեցածը եւ ամբողջ աշխարհին հայտարարում, որ իրենցից ու թուրքերից лав աղբերներ այս երկրագնդի վրա չկան։ А мы уйдем на север и переждем. А мы уйдем на север, а мы уйдем на север, а мы уйдем на север. Աստված իրենց հետ թուրքերի եւ թեմային տեղի անտեղի խառնվող պուճուր կազյավկաների հետ։ Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիայի պես բարեկամ երկիր ունենք։ Հպարտ ենք, որ մեր հայրենակիցներն այդ երկրում տասնամյակներ շարունակ ապացուցել են, որ հայի տեսակը եվրոպացու տեսակն է, որ մեր արժանապատվը եվրոպականն է, որ մենք արարող ժողովուրդ ենք եւ շնորհակալ ցանկացած լավ բանի համար, այնպես ինչպես հիմա։
երբ մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին եւ ժողովրդին, այս փառահեղ հաղթանակի համար, արդարության հաղթանակի, մարդասիրության հաղթանակի, որը միայն մերը չէ, այն համայն մարդկությանն է եւ հաղթանակ է տեսակի նկատմամբ, այն տեսակի, որը տեղ չունի ժամանակակից աշխարհում։ Առանձնատու կերպով շնորհակալ ենք նախագահ Սարկոզիին այստեղ Երևանում տված խոստման եւ դրան տեր լինելու համար։ Առավել քան վստահ եմ, որ Սարկոզին հավերժ կմնա հայերիս սրտում, որպես մեր ժողովրդի լավագույն բարեկամներից մեկը։ Կեցցե Ֆրանսիան եւ Ֆրանսիայի ժողովուրդը։ Ժտեմ մի այլ տեսակ։ Առողջ եղեք։